հետաքրքիր թեմա բացեց, որի կապակցությամբ մի քանի օր առաջ հետաքրքիր նամակ էի ստացել պետական կառավարման համակարգի աշխատակցից եւ փաստաթուղթ մի լուսանկար։ Այն ինչ որ նկարագրեց այդ ձայնագրությունների մասով դա կոչվում է մեծ հաշվով տեխնոլոգիա։ Եվ ուրեմն կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության մի աշխատակից է ուղարկել սա, նշելով, որ այս արկա փաստերը պարտավորեցնում են դիմել մեզ, քանի որ հենց ազատ ընտրության իրավունքի համար են իրենք պայքարել 2018 թվականին։ Եվ մեզ հետ կիսվել է կից փաստաթղթով, ըստ որի ուժեղ Հայաստան դաշինքի նկատմամբ վարկաբեկում է նախատեսվում ոչ արդարացի ճանապարհով։ Գրել է, որ անկախ անձնական դիրքորոշումից իմ նպատակը արդար ընտրությունների ապահովումն է եւ ակնկալում էր նամակագիրը համապատասխան արձագանք կհաջորդի։ Ես ուրեմն ներկայացնեմ դա ինչ է, պարզվում է այս մարդը մեզ ուղարկել է բաժին 8-ի մաս 3-ը ուժեղ Հայաստան դաշինքի իմիջը վարկաբեկող նախագծի բաժին 8 մաս 3 այդ մասից է ուղարկել։ Ինչ է դա ենթադրում, դա ինստրուկցիան է տալիս, թե ինչպես գտնել մի խումբ իշխանամետ տղամարդկանց եւ կանանց, որոնք կվարեն բեմականացված երկխոսությունների շարք 10-ից 20 մարդ։ Մինչև նախագծի մասնակիցներին ծրագրի մանրամասները եւ էությունը բացահայտելը պարտադիր է, մեծատառերով է գրած, կնքել գաղտնիության պայմանագիր, նկատի ունեն non-disclosure agreement-ը, որ երրորդ անձ չպետք է տեսնի, եւ երկխոսությունները պետք է լինեն բնական տեսք ու պետք է ունենան, կարևոր է, որ մասնակիցները հետևեն հիմնական կետերին, խորհուրդ է տրվում իմպրովիզացնել զրույցը նախ ձայնագրման ժամանակ, երկխոսությունը պետք է մոտավոր ունենա հետեւյալ կառուցվածքը, ես այդ երկխոսությունը չներկայացնեմ, որովհետեւ մեջը անպարկեշտ բառապաշար կա, հա, որպեսզի բնական մոտ լինի, եւ ներկայացված է խորհուրդ է տրվում երկխոսությունը որքան հնարավոր է վարել խոսակցական ժարգոնային հայերենով, ամբողջ զրույցը պետք է ձայնագրվի երկու հեռախոսներով։ Նախագծի ղեկավար Արմեն Խաչատրյան։ Ես պիտի հրապարակեի ճիշտն ասած մեր լրատվամիջոցում, բայց քանի որ առիթ է, լավ առիթ է։ Դա կոչվում է տեխնոլոգիա, բայց սա հիմա փաստորեն ձեր դաշինքի իմիջը վարկաբեկող նախագծի կրկնում եմ բաժին 8 մաս 3-ն է։ Հույս ունեմ, որ դեռ կուղարկեն։ Հա, պատկերացնում եք, չէ, ինչքան ու այս պապկաներով, այսինքն դա կոչվում է տեխնոլոգիա։ Հիմա թե դուք ինչ ընդհանց կտակ այդ ձայնագրություններին, գործեր հարուցվեն եւ այլն, ընդ որում այս նույն տեխնոլոգիաները կիրառվել են նաեւ Մոլդովայում։ Նույն ինսայդեր կայքն է, մեդիա հարթակն է օգտագործվել, այ կայքեր եւ այլն, հա, կամ լրտեսական ցանցի բացահայտման գործակալ, այս նույն տեխնոլոգիան է կիրառվել։ Ես վստահ եմ, որ դա տեխնոլոգիա է, քանի որ նու ամեն օր արդեն իմաստը կորցրել է դա։ Եթե դա վախեցնելու համար են անում, իրենք տեսնում են, որ մենք չենք վախենում։ Եթե իրենք ուրիշ նպատակներ ունեն, մի քանի օրից մենք դա կտեսնենք, բայց վստահ եմ, իրենք ոչինչ չեն կարողանալու անել։ Քանի որ Մոլդովայի օրինակը մի քիչ տարբեր է։ Մոլդովայի այդ քաղաքական ուժերին, որ կարողացան հեռացնեն, շատ փոքր կուսակցություններ էին, իրենց ռեյտինգները բարձր չէին, իրենք այդ ցուցադրական քայլին գնացին, բայց նույն բանը անել հաղթող ուժի հետ, ես նույնիսկ գտնում եմ դա առողջության համար վտանգավոր է, քանի որ մեր հետևում կանգնած են 100,000-ավոր մարդիկ եւ իրենք իրենց վարկագծով ցույց կտան, որ իրենք սխալվեցին։ Մենք վարում ենք ազնիվ պայքար, չունենք կարիք ընտրակաշառքների, բայց դուք վստահ եք, չէ, եթե մենք գոնե մեկ դեպք ունենայինք ապօրինության, ինչ շոու կանեին սրանք։
Բայց դուք լսել եք, չէ, որ մինչև ամսի 25-ը ձեր շարքերից վերնախավից էլի ձերբակալություններ են լինելու։ Ես վստահ եմ։ Նշվում են նույնիսկ Չեմ անուններ, լսել, այդ թվում Նարեկ Կարապետյանի չեմ անունը լսել, բայց վստահ եմ հա, որ լինելու մինչև են։ ամսի 25-ը պետք է լինեն աղմկահարույց։ Չեմ լսել, վստահ եմ, որ լինելու է։ Եվ ինչ անենք։ Կանգնենք, ասենք վերջ, էլ չենք պայքարում։ Պայքարելու ենք միջև վերջ։ Ինչ կանեն, կանեն։ Դա իրենց խնդիրն է։ Ինչի կբերի դա իրենց կյանքը ցույց կտա։ Մի ճշտում էլ կատարեմ, քանի որ